Բարև ձեզ հետ Գոռնա Ապետյանն է, համարվում եմ Manifest Online դպրոցի էքսպերտ։ Շուկայում եմ արդեն ավելի քան 2018 թվականից, սկսել եմ ճանապարհս Forex շուկայից, տեղափոխվել եմ ֆոնդային շուկա եւ վերջիվերջո տեղափոխվել եմ կրիպտոարժույթների շուկա։ Ինձ համարում եմ այս ոլորտի գուրու, էքսպերտ, մասնագետ, իրականում ամենասիրելի շուկան է, որ ես կարող էի գտնել առհասարակ իմ կյանքում։ Մասնագիտանում եմ հիմնականում միջնաժամկետ, երկարաժամկետ ներդրումների մեջ, պորտֆելային ներդրումների մասնագետ եմ, ունեմ հաջող կառուցված շատ պորտֆելներ, որոնք բերում են մեծ եկամուտներ։ Եթե թրեյդինգը չհայտնվեր իմ կյանքում եւ չլիներ իմ կյանքում, հնարավոր է ես զբաղվեի քաղաքականությամբ կամ օրինակ դառնայի հոգևորական։ Չեմ կարող ասել իրականում իմ կյանքը ինչ ձև կձևակերպվեր, ինչ ձև կդասավորվեր, եթե ես չհանդիպեի այս ոլորտին, ֆինանսներին։ Մեծ հաշվով նրանով ինչով որ զբաղվել եմ մինչև թրեյդինգը, դրանով չէի զբաղվելու, չէի շարունակելու զբաղվել, որովհետև ես փնտրում էի մի տեղ, որտեղ կարելի ռեալիզացնել իմ պոտենցիալը։ Ես ամեն անգամ հասկանում էի, որ ինչ որ բան հերիք չի անում, ինչ որ բան չի բավականացնում, ինչեւ որ չպատահեցի հենց թվային ֆինանսներին, արժույթներին։ Ոլորտ մուտք եմ գործել մեկ այլ ոլորտից, վերջին աշխատանքիցս, երբ որ արդեն հրաժարվեցի, իմ մեջ կայացրած էր որոշում, որ ես այլևս երբեք չեմ վերադառնալու վարձու աշխատանքին։ Նաև շատ տարիների ընթացքում միշտ ինձ հարց էր հետաքրքրում։ Ես գիտեմ, որ ներդրումները դա հրաշալի բան է, ներդրումները պարտադիր է եւ պետքա լինի ցանկացած մարդու կյանքում, բայց չէի պատկերացնում ինչպես կարելի է փոքր ներդրումները, բնականաբար որտեղ կատարել փոքր ներդրումներ, որպեսզի ավելացնել քո կապիտալը, ավելացնել ֆինանսական միջոցները։ Եվ հենց արդեն ավարտեցի իմ վերջին, այսպես ասած, աշխատավայրից հեռացա, որոշեցի, որ պետք է ես գտնեմ այն, ինչ որ իրականում ուզում եմ տեսնել իմ ամբողջ կյանքի ընթացքում։ Վերհիշեցի տարիներ առաջ, այսպես ասած, մասնակցած սեմինարներիցս մեկը, որը վերաբերվել էր Forex-ին, որը չէի կարողացել շարունակել, բայց մեծ տպավորություններ իմ վրա թողել։ Սկսեցի սովորել, ուսումնասիրել եւ մուտք գործեցի արդեն արժութային շուկա, դրամ, դոլար, գիտեք Forex-ը։ Եվ հետո իհարկե ժամանակի ընթացքում, երբ որ գիտելիքներդ ավելանում է pašարը, հասկանում ես, մտնում ես եւ պատկերացնում ես, թե ինչպես են շարժվում առհասարակ ակտիվները, բնականաբար ուզում ես մուտք գործես այն ակտիվներ, որտեղ որ ամենաեկամտաբերն է, ամենապերսպեկտիվն է եւ կարաս մնաս երկար ժամանակ։ Այդպես հայտնվեցի թվային արժույթների, այսինքն կրիպտոարժույթների շուկայում։ Թրեյդինգը 180 աստիճանով է փոխել իրականում։ Եթե պատկերացնում ենք դոյի պոստլեյա, էլի, այսինքն մինչև թրեյդինգ եւ թրեյդինգից հետո մի իրականություն, որտեղ որ դու կախում ունես ամեն ինչից, սկսած աշխատանքիցդ, ղեկավարությունից կամ հարցեր, որոնք դու չես որոշումներ կայացնում եւ դու ես կրում դրանց պատասխանատվությունը եւ մի հատ երկրորդ իրականություն, որտեղ որ դու ես որոշում քո համար, թե որն է ճիշտը, որն է սխալը, դու ես որոշում քեզ համար, որ ժամին աշխատես, որ ժամին չաշխատես, որ օրը հանգստանաս եւ պատասխանատվությունը բնականաբար քոնն է, ինչպես նաեւ քոնն են բոլոր եկամուտները, քոնն են բոլոր պարգևները, որոնք կարող են գալ այդ ոլորտից։ Դրա համար թրեյդինգից առաջ եւ հետո կարող եմ ասել, որ 180 աստիճան։ Իհարկե, ես կանվանեմ ֆինանսները որպես մասնագիտություն, այսպես ասեմ, մասնագիտություն, որով ես զբաղվում եմ, մասնագիտություն, որի մեջ ես ամենօրյա ռեժիմով զարգանում եմ, եւ կան աշխատանքից դուրս որոշակի զբաղմունքներ, որոնք ես կատարում եմ ոչ վաստակելու համար, ավելի շատ կատարում եմ հաճույքի համար։ Օրինակ, սիրում եմ ֆուտբոլ նայել, գնալ ֆուտբոլ նայել խաղադաշտից, սիրում եմ ճանապարհորդել, շատ ակտիվ հանգիստ եմ նախընտրում, սիրում եմ քաղաքից դուրս գնալ, սիրում եմ PlayStation խաղալ։ Իրականում հոբիները շատ են, ընկերների հետ հանդիպել, ինչ որ բանով զբաղվել, կապ չունի թե ինչով, մենակ թե ընկերների հետ։ Այդպես կյանքը ավելի գունեղ է դառնում, կյանքը ավելի գեղեցիկ է դառնում իմ կարծիքով։
Ձևավորեք ձեր մեջ հոբիները, ձևավորեք ձեր մեջ հոբիներ, որպեսզի գունավորեք ձեր կյանքը։ Իրականում աշխատում եմ հպարտությունից հեռու մնալ, անկեղծ ասած, որովհետև իմ կարծիքով դա լավ էմոցիա չի, կան գործարքներ, որոնք ես համարվում եմ հաջողված եւ կան գործարքներ, որոնք ես համարվում եմ չհաջողված։ Բոլոր գործարքները, որոնք որ ես բացում եմ, ես իրանց դիտարկում եմ որպես առանձին, այսպես ասած, պրոյեկտներ, առանձին գործունեություն եւ վերջին գործարքներից կարող եմ մեկը նշել, որը բերեց բավականին լավ եկամուտ, դա Ethereum-ի գործարքն էր $1,600-ում, երբ որ ձեռք բերեցի եւ վաճառեցի, երբ որ ինքը արդեն գերազանցեց $4,500 եւ բերեց բավականին մեծ եկամուտ։ Շատ հետաքրքիր հարց է իրականում, կփորձեմ խոսել երկու ասպեկտի մասին, մեկը որը վերաբերվում է առհասարակ իմ գործունեությանը, մյուսը որը վերաբերվում է կյանքին։ Անդրադառնամ գործունեությանը, իրականում քանի որ Հայաստանում կրիպտո շուկան բավականին չզարգացած շուկա է, հում շուկա է, իսկ մեզ անհրաժեշտ է որպես երկիր, անհրաժեշտ է շուտ ինտեգրվել նորարարություններին, որպեսզի հետ չմնալ աշխարհից եւ հակառակը լինել առաջիններից մեկը լինելով աշխարհին արդեն թելադրել այդ ոլորտի առավելությունները եւ առաջարկները։ Կուզեմ Հայաստանը դառնա կրիպտո աշխարհի ինչ որ կենտրոն, ինչքանով հնարավոր է պետքա նպաստեմ, այսպես ասած, այդ գործունեությանը։ Իսկ կյանքի տեսանկյունից ընկերներ, եթե նայենք, բնականաբար չեմ սահմանափակվելու նրանով, ինչ որ ունեմ այս պահին, առաջ եմ գնալու, ինչքան հնարավոր է շատ մարդկանց եմ կրթելու, ինչքան հնարավոր է շատ ինքս եմ կրթվելու, տեսնելու եմ որպես մարդ էլի շատ նպատակներ, երազանքներ ունեմ ընկերներ։ Կուզեմ լինել աշխարհի, այսպես ասած, բոլոր երկրներում, եթե հասցնեմ միանշանակ, ամեն տեղ, ամեն կուլտուրա, ամեն մշակույթ ինձ հետաքրքիր է։ Սիրում եմ մարդկանց հետ շփվել եւ հաղորդակցվել, իսկ շփվել եւ հաղորդակցվել տարբեր մշակույթների տեր մարդկանց հետ ինձ տանում է դեպի զարգացման։ Սա էլ երկարաժամկետ, այսպես ասած, նպատակներիցս մեկն է։ Հաջողակ տրեյդեր լինելու համար իրականում կա մի հատ շատ կարևոր բնավորության գիծ, որի բացակայությունը հնարավորինս հեռու պահեք ձեզ, եթե այս բնավորության գիծը ձեր մասին չի։ Այս ոլորտում պետք է լինել կարգապահ, այսինքն պետք է ստաբիլ զբաղվել նույն բանով եւ չհոգնել եւ դրա մեջ շարունակաբար զարգանալ։ Եթե ձեզ մոտ պատասխանատվության զգացումը, ինքներդ ձեր անձի նկատմամբ վերցրած պատասխանատվության չափաբաժինը փոքր է, մի մոտեցեք այս աշխատանքին, մի մոտեցեք այս ոլորտին, մի մոտեցեք այս մասնագիտությանը, որովհետեւ այստեղ քաոսը չի խրախուսվում, քաոսը առհասարակ պատժում է բոլոր նրանց, ովքեր որոշում են այս ոլորտում ցակ ու ցրիվ գործունեությամբ զբաղվել։ Դուք պետք է լինեք կարգապահ, լինեք ինքներդ ձեր անձի նկատմամբ պատասխանատու եւ բոլորիդ մոտ անպայման կստացվի։